Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Մարիաթորը խստորեն դատապարտում է դիվանագետ գերաշնորհ Տեր Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումն ու նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորականներին շինծ ու մեղադրանքներով կալանավորել է իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Մարիաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները, ասվում է հայտարարությունում։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի 2 ամսով կալանքի որոշումը հրապարակվել է առավոտյան, դատավորը Մասիս Մելքոնյանն էր։ Հիշեցնեմ, քննչական կոմիտեի փոխանցմամբ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել էր 3, նրան մեղադրում են, թե 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել։ Իսկ առավոտյան ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում մարդաշատ էր, սպասում էին վճռի հրապարակմանը, քաղաքական գործիչներն էին եկել սատարելու սրբազանին։ Փաստաբանները մանրամասներ են հայտնել լրագրողների հետ զրույցում, ասել են որևէ հիմնավորում, որ Արշակ սրբազանը կատարել է հանցանք չկա։ Կա ենթադրություն հենված ինչ-որ տվյալների վրա։ Դատարանում հաստատվել է, որ որևէ տվյալ, որ Արշակ սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը չկա, այլ կա ընդամենը ենթադրություն։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն, հայրիկ, ինչ էիր անում դու այդ օրերին, երբ որ դասընթացը դա առարկան լինելու է պատմության վերնագիրը, դասը լինելու է մոնղոլ-թաթարական արշավանքներից մինչև ՔՊ արշավանքները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ գալու է հարցնելու ինչ էիր անում դու այդ օրերին։ Իմ համար աբսուրդ է եւ զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրավապահ այն աշխատակիցները, լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։ Պարզ է, որ չի արել ու որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց, Արշակ սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով է անձը, ում ուսապարկում ըստ գործի եւ ցուցմունքով է դրվել։ Ես որքանով տեղյակ եմ գործի մանրամասներից, որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդիվ դուք էլ այս աբսուրդին ականատես կլինեք։ Արշակ սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Իսկ ուսապարկի Ինչպես կասկածով է հայտնել որ ուսապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնեցին։ Ենթադրել են, որ կարող ենք եղած։ Հատկապես ինչ-որ մի բան պիտի ասեն, չէ՞ որ իրենց ճաշակով ուսապարկը կա։ Ուսապարկը ո՞ր մեկը։ Այդ գործը ինչ է։ Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի մեջ չի։ Այո, հայտնի։ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ։ Իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագահական գաղտնիքի դեմ։ Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Ակնհայտը շինծու է, փորձում են իրենց նպատակին ծառայեցնել։ Ես կարծում եմ առաջին հերթին սա պետք է ազդակ լինի հանրությանը մերժելու հիմնովին, հիմնահատակ, արմատապես մերժելու այս այլանդակությունը։ Եվ այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությունը, նրա հլու հնազանդ կամակատար դատախազությանը, որպես պետության մեջ սահմանադրությամբ ամրագրված հիմնական գլխավոր մեղադրողի, որովհետև սրա գործողությունը, դատախազության գործողությունը ոչ այլ ինչ է, քան ծառայել նեռին, ծառայել սատանային, ծառայել հակահային,
հակա Հայաստանի Հանրապետության կենտրոններին, ուրիշ բացատրություն ես այստեղ չունեմ։ Տեսեք, շատ ակնհայտ։ Ինչու՞ չի ստացվում։ Ես կարծում եմ նախ հանրության ճնշող մեծամասնությունը գտնվում է իսկապես տեղեկատվական տերորի մեջ։ Տեսեք, այսքան լրատվականներ կան, չէ, բայց ցավոք սրտի այսքան լրատվականներով ընդդիմությունը իր ունեցած ռեսուրսներով չի կարողանում մրցել այն այլանդակապատեղեկատվության հետ, որ գեներացել է միանշանակ կանխատեսելի էր եւ կանխատեսելի է առհասարակ օրվա կառավարչի կառավարման ընթացքը եւ այդ ընթացքի մեջ բոլոր ազգային ուժերը պետքա ապամոնտաժվեն եւ այդ ազգային ուժերի հենասյունը, խաղափարական հենասյունը դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որը մեր ինքնության պահապանն է եղել, կա եւ լինելու է։ Հանուր առմամբ, եթե մեկ բառով բնութագրեմ, քաոս է Հայաստանի Հանրապետությունում, քաոս բոլոր առումներով։ Երևի երկրում չկա, աշխարհում չկա այսպիսի մի երկիր, որը կոնկրետ կենտրոնացած լինի հոգևորականների վրա, ոտնատակ տալով ամեն մի սրբություն։ Կրոնը, որ ամբողջ երկրով մեկ, բոլոր ազգերը պաշտել են իրենց կրոնը, հիմա տեսնում ենք մի անհավանական բան, որ այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Այս ամեն ինչ որ կատարվում է, նոր չի սկսվել է շատ վաղուց։ Ինչ պետք է արվի, պատասխանը շատ պարզ է։ Բոլոր այն մարդիկ, քաղաքական ուժերը, անհատները, հասարակական կազմակերպությունները, մտահոգ մարդիկ պետք է պայքարեն ոչ միայն այդ պայքարը պետք է լինի 1 օր, 1 ժամ, 1 էպիզոդով, այլ այդ պայքարը պետք է երկարաժամկետ լինի։ Այն մասին է, որ իրականում դպրոցական դասագրքերում, եթե կարդացել են, սովորել են 1937-38 թվականների ստալինյան ռեպրեսիաներ, հիմա նույնն է բացառությամբ մի բանի։ Այն ժամանակ լրագրողներ դատարանների դահլիճների մոտ չկային, այն ժամանակ դատարանների դահլիճների մոտ մարդիկ չէին հավաքվում։ Հիմա այդքանը առնվազն թույլատրում են, բայց նկատելի է, որ սկսելու են ու արդեն նշաններն կան, որ այս հարցով է սահմանափակում։ Այն մասին է, որ Հայաստանում ողնաշար ունեցող իրավապահների թիվը, եթե ասեմ, նվազել է շատ մեղմ կասեմ, գրեթե չկա, այն մասին է, որ Հայաստանում տոտալ այդ բռնատիրական արշավը այլոց որևէ սահման չի ճանաչում։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը եւս դատարանի Բաքում էր խորհրդարանական ճեպազրույցում Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Սրբազանի կալանավորմանը, նաեւ նկատել, որ դատավոր Մասիս Մելքոնյանն այս անգամ բավականին արագ որոշում կայացրեց։ Ես դատարանի Բաքում էի, Արշակ Սրբազանին Մասիս Մելքոնյանին դատավոր ես չեմ կարող անվանել էլի։ Կարի արդեն կալանավորեցին, լավ արագ է այս անգամ արել, կատարելագործվում է։ Գիտեք, ես անհամբեր սպասում եմ, պարզավոր իշխանափոխությունից հետո Մասիս Մելքոնյանը ու իր նման դատավորի կոչմանը չհամապատասխանող մարդիկ դատական համակարգում չեն լինելու, բայց իմ առաջարկն է հետևյալը լինելու հետագայում։ Մասիս Մելքոնյանը պետք է Նիկոլ Փաշինյանի կալանքի որոշումը տա, հետո հեռանա դատական համակարգից, վերջնականապես ամբողջացնելու համար իր կերպարը ու իր նման իբր դատավորների կերպարը։ Ինչպես վերաբերվում է Վեհապար Հայրապետին։ Գիտեք, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես համարում եմ, որ ցանկացած նմանօրինակ արշավից եկեղեցին միայն ուժեղանում է։ Եվ ես չեմ կարծում, որ Վեհապար Հայրապետին կալանավորելու պարագայում մեր եկեղեցու հետևորդներից որևէ մեկի համար որևէ բան կփոփոխվի։ Որտեղ որ լինի Վեհապար Հայրապետը, այնտեղ էլ կլինի Վեհարանը։ Դե այսպես որ շարունակվի ՀԱԱԾ մեկուսարանում եւ առհասարակ մեկուսարաններում, նաեւ Նուբարաշեն քրեակատեղական հիմնարկում ավելի շատ
արժանապատիվ հոգևորականներ եւ arczepiskoposներ կլինեն, քան որոշները, որոնք կառավարության շենքերում ու ուրիշ գաղտուկ տեղերում սեփական կաշին փրկելու համար գործարքների են գնում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւս խոսել է տեղի ունեցածի մասին, պատգամավորը կատարվածը որակել է զավեշտ ու ծախր։ Չի կարող առանց անդրադարձի մնալ։ Սա խայտարակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ է։ Մեղադրանքը, որը ներկայացվել է Արշակ Սրբազանին, ուղղակի ծաղր է մարդկային բանականության նկատմամբ, ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ, ինչ կուզեմ էդ էլ կանեմ, չեք ուզում, ինչ ուզում եք արեք։ Այդ մոտեցմամբ առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկեն, տեսան չի ստացվում, Արշակ Սրբազանը ամուր էր, պինդ է, վեհապարի թիկունքին է կանգնած, վեհապարը կանգնած է Արշակ Սրբազանի թիկունքին եւ բոլոր այն այս երկկողմանի աջակցությունը վերաբերվում է վեհապարին եւ եկեղեցականներին, բոլոր ովքեր հավատարիմ են մնացել իրենց ուխտին, եւ ահա ծնվում է մի խայտարակ, մի զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում ես արտահայտությանս համար, բայց ջեբը պլանկցել դա այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն էլ անդրադարձել է հարցին, թե կան քննադատություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին այն բանի համար, որ նա ԱԱԾ-ի միջոցով հորդոր է հղում հոգևորականներին պատարագում խմբագրել իրենց տեքստը, որ 25 տարի շարունակ հնչեցրել են, հանելով Գարեգին II անունը։ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նման ձևակերպումները, թե ինչ-որ բան ստիպում են, տեղին չեն։ Լրագրողը հարց է ուղղել, արդյոք ԱԱԾ-ն իրականում այցելում է հոգևորականներին։ Հովհաննիսյանը պատասխանել է, որ ծառայությունը որևէ չի գնում որպես ուժային կառույց։ Վարչապետը բացատրել է, խոսքը տարբեր մարդկանց մասին է, որոնք ունեն կապեր հոգևորականների հետ։ Նրանց շարքերում կարող են լինել ԱԱԾ աշխատակիցներ, բայց սա չի նշանակում, որ ԱԱԾ-ն որպես ուժային մարմին շփվում է հոգևորականների հետ։ Ոչ մի ճնշում կամ պարտադրանք չկա, ասել է Հովհաննիսյանը։ Ստիպում են ցենզուրայի ենթարկել, այս մեկնաբանությունը տեղին չի ընդհանրապես, վարչապետը երեք արձագանքել է այդ հարցին, մեզ համար Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, եւ մենք տարբեր մարդկանց միջոցով, ովքեր ծանոթ են հոգևորականների հետ, պատարագի վերաբերյալ ճշտումներ են իրականացնում եւ մենք ըստ այդմ վարչապետն ըստ այդմ որոշում է մասնակցել այդ պատարագին, թե չէ։ Տվյալ հոգևորականը ուրեմն կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը, թե չէ։ Ըստ այդմ որոշում է կայացվում մասնակցել տվյալ պատարագին կամ չէ մասնակցել։ Ցենզուրայի, ստիպելու, ճնշելու մասին որևէ ուրեմն խոսք չի կարող լինել։ Շնորհակալ եմ։ Այսինքն ԱԱԾ-ն գնում է խնդրում է։ Նախ ԱԱԾ-ն ոչ միտեղ չի գնում, երեք ես կրկնում եմ վարչապետը մեկնաբանել այդ հարցը, նշել է, որ տարբեր մարդիկ ելնելով այդ մարդկանց կապերից, ծանոթությունից, հոգևորական դասի ներկայացուցիչների հետ, այդ թվում այդ մարդկանց շարքում կարող են լինել այո ԱԱԾ աշխատակիցներ։ Վարչապետը երեք մանրամասն դա մեկնաբանել է, դա որևէ աղերս չունի հոգևորականներին ճնշելու, դրանց խոսքը ցենզուրայի ենթարկելու հետ։ Կապ ունի բացառապես նրա հետ, տվյալ հոգևորականները կիսում են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը։ Պարոն Հովհաննիսյան, պարզապես ԱԱԾ-ն ոչ թե խնդրանքի կապերն օգտագործելու ինստիտուտ է, այլ ուժային կառույց է եւ հանրության մեջ ընկալումը կա, որ ուժային կառույց է ԱԱԾ-ն եւ եթե ԱԱԾ-ն միտեղ գնում է, դա չի դիտվում որպես խնդրանք կամ ծանոթի միջոցով ինչ որ դիրքորոշման արտահայտում։ Խնդիրը ընկալումների մեջ է։ Իսկ վարչապետը Facebook-յան ուղիղ եթերում հայտարարել է, թե որտեղ է պատարագի գնալու այս կիրակի։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 վերք եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ եւ Անմահ պատարագի։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուանդայի առաջնորդները Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գագաթնաժողովում ստորագրել են խաղաղության համաձայնագիր, որը նպատակ ունի վերջ դնել տարածաշրջանում երկարատև հակամարտությանը։ Մենք ժամանել ենք Միացյալ Նահանգների խաղաղության ինստիտուտ ստորագրելու պատմական համաձայնագիր, որը վերջ կդնի աշխարհի ամենաերկար հակամարտություններից մեկին, որը խլել է ավելի քան 10 միլիոն մարդու կյանք, ասել է Դոնալդ Թրամփը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուանդայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ։ Նա նաեւ ավելացրել է, որ համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է։ Որոշ վերլուծաբաններ կասկածանքով են վերաբերվում այն հարցին, թե արդյոք գործարքը կհանգեցնի երկարատև խաղաղության։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հինգշաբթի հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի դեկտեմբերի 19-ին, այս շաբաթ անցկացված առաջին բանակցությունների արձագանքը դրական որակելով։ Բնականաբար առաջին նիստը շատ արդյունավետ չէր լինի, սակայն այն հիմք ծառայեց հաջորդ նիստերի համար, որոնք կսկսվեն այս ամսվա 19-ին։ Նրա խոսքերն է մեջ բերել տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը։ Աունը նշել է նաև, որ չորեքշաբթի բանակցությունների առաջին փուլի արձագանքը դրական է եղել եւ պնդել, որ Իսրայելի եւ Լիբանանի քաղաքացիական ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների նպատակը երկրորդ պատերազմից խուսափելն է։ Լիտվայի վարչապետը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Բելարուսի գործողությունները, այդ թվում օդապարիկների մաքսանենգ մուտքը Լիտվայի օդային տարածք եւ լիտվական բեռնատարների Բելարուսի տարածքում կալանավորումը կարող են համարվել ահաբեկչական գործողություններ։ Անընդունելի է, որ Բելարուսը պատանդ է պահում մեր բեռնատարներին, որ օդապարիկներ են գալիս իր կողմից եւ ուղղվում դեպի մեր ռազմավարական օբյեկտներն ու վայրերը, այս դեպքում օդանավակայանը, ասել է Լիտվայի վարչապետը։ Ռուգինիենն նշել է նաև, որ ստացել է ԱՄՆ-ից աջակցության երաշխիքներ եւ հույս ունի շուտով անձամբ հանդիպել ամերիկացի ներկայացուցիչների հետ։ Վիլնյուսի օդանավակայանը չորեքշաբթի երեկոյան եւ հինգշաբթի վաղ առավոտյան 3 անգամ դադարեցրել է գործունեությունը օդապարիկների սպառնալիքի պատճառով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունի։ Նա ասել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուների հետ լրացուցիչ հանդիպումներ է անցկացրել։ Մենք քննարկել ենք գրասենյակի աշխատանքային ձևաչափերը եւ փոխգործակցությունը այլ պետական կառույցների հետ, ինչը կարևոր է Ուկրաինայի շահերի համար, ասել է Զելենսկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների հետաքննիչները խուզարկություններ են իրականացրել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի տանը։ Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Կարճ ժամանակ անց նա ստորագրել է Երմակին աշխատանքից ազատելու մասին հրամանագիր։ Ավելի ուշ Երմակը հայտարարեց, որ մտադիր է մեկնել ռազմաճակատ։ Իսրայելի զինված ուժերը հինգշաբթի հայտարարել են, որ իրենց ուժերը սպանել են պաղեստինյան Համասի մոտ 40 զինյալի։ Վերջիններս հայտնվել էին ներկայում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գազայի հարավային մասի Ռաֆահի տակով անցնող թունելներում։ Իսրայելական եւ ամերիկացի պաշտոնյաների տվյալներով մոտ 200 զինյալ մի քանի ամիս մնացել է թունելներում։ Չնայած նրանցից ոմանք հետագայում ազատ են արձակվել եւ սպանվել իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ կամ հանձնվել են։ Սպանված զինյալների թվում են առնվազն 3 տեղացի հրամանատարներ, ինչպես նաեւ Գազի Համադը Աքսորում գտնվող Համասի առաջնորդի որդին։ Գազայում Համասի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Իսրայելի կողմից 40 զինյալի ենթադրյալ սպանության վերաբերյալ վարկածը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Քրեական ոստիկաններն անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել, մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը. Մայրաքաղաքի Սարիթաղի 23-ամյա մի բնակիչ տեղեկանալով, որ Նորնորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը
$10,000 դիմաց կնոջն ուղարկում է Բելգիա, Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։ Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից եւ անգլերենի ուսուցման կենտրոնում ուսանելու փաստաթուղթ։ Նաեւ պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի $10,000։ Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն, ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով, սակայն քերեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են եւ կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քերեական վարույթ անօրինական միգրացիա կազմակերպելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ վաղը եւս եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ից կնվազի։ Այսքանը դուք դիտում եք ապդեյթ լրատվականը, հիշեցնեմ վարկյանները անցվել լուծությունն է բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու մաղթում հաճելի հանգստյան օրեր։